ռադար, միկրոֆոնը ռադարի մոտ, հա։ Պարոն Քոչարյան, հնարավոր է սցենար, որ ԱԺ անցնեն ձեր, Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի ուժերը և կոալիցիա կազմեք, այդ ժամանակ ձեր թեկնածությունը որպես վարչապետ կլինի նախապայման, թե պատրաստ եք կոմպրոմիսի գալ։ Եվ երկրորդ հարցս 2008 թվականին ասել եք, որ առաջին նախագահը մտնի ընտրապայքարի մեջ կդառնա շարքային ընդդիմադիր, դուք արդեն երկրորդ անգամ եք մտնում, 2008 թվականի ձեր գնահատականը շարունակում է ուժի մեջ մնալ և դա բոլոր նախագահների մասին էր, օրինակ նաև ձեր։ Բայց ես արտոնված ընդդիմադիր եմ հիմա, շարքային ընդդիմադիր եմ, և տվյալ դեպքում շարքային եմ, թե շարքային չեմ, կախված նրանից, թե տվյալ քաղաքական ուժը քո առաջնորդությունը ընդունում է, թե չի ընդունում, դա նշանակովի չի, այո, նույն կարծիքին եմ, հիմա ինչ վերաբերում է խորհրդարանում, առաջինը կարծում եմ յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ԿՊ-ի հետ։ Դրանից հետո մտնեն գործարան, եթե մեկ քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի միայնակ կառավարությունը ձևավորել է, ուրեմն դա իր իրավունքն է, ինքը գնում է ավելի լայն կոալիցիայի, թե միայնակ է դա անում։ Օրինակ ես կնախընտրեի, կհամարեի, որ պետք է գնալ ավելի լայն կոալիցիայի, որտեղ խնդիրները իսկապես խորն են եւ այդ խնդիրների հաղթահարումը ավելի լայն կոմպրոմիսների բան է ուզում, միջավայր է ուզում։ Ես օրինակ դա կառաջարկեի։ Ինչ վերաբերում է թե հետո ով կլինի վարչապետ, ով չի լինի, կա շատ պարզ տարբերակ։ Ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջարկելու։ Եթե մեր քաղաքական ուժը այդ առաջի տեղը չի լինի, իհարկե ես որևէ հավակնություն չեմ ունենալու։ Ես ինձ չեմ տեսնում գնամ կառավարությունում նախարար աշխատեմ։ Բայց մեր քաղաքական թիմում կան բազմաթիվ մարդիկ, որոնք եւ այդ փորձը ունեն եւ գիտելիքներ եւ կարող են դա անել։ Ու նաեւ պարզ է, ես նաեւ ինչ չեմ տեսնում, որ մանդատը վերցնեմ, գնամ падգամավոր դառնամ եւ անցած անգամ ես մանդատը չեմ վերցրել։ Այստեղ խնդիր չկա։ Ընդհանրապես խնդիր չկա։ Հասկանալի է, չէ՞ սխեման։ Ով շատ ձայն է հավաքել, նա այդ իրավունքը ունի։ Եթե այդ տեխնացուն, այդ շատ ձայներ հավաքած տեխնացուն, այնուամենայնիվ տեխնացուի պատճառով չեն կարողանում կոնսենսուսի գալ այս ընդդիմադիր դաշտում, կա երկու տարբերակ։ Կամ երկրորդ փուլ, մեր սահմանադրությունն է սա ասում։ Առաջի երկու տեղը գնամ են երկրորդ փուլի։ Կամ էլ ուղղակի այդ մարդը կամ այդ քաղաքական ուժը ասում է, օքեյ, ես պատրաստ եմ կոմպրոմիսի, մտածենք այլ օրինակ տեխնոկրատ վարչապետի տեխնազության մասին։ Եվս տարբերակ է։ Եվ իմ կարծիքով ավելի ճիշտ է չմտնել երկրորդ փուլի մեջ։ Այլ կոնկրետ գնալ փոխզիջումային տարբերակով գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա ավելի քիչ ցնցումներով առաջ շարժվել։ Այո, ամբիցիաները մի կողմ են։ 24 News-ին կփոխանցեք։ Պարոն նախագահ, շուտով կլռանա 5 տարին, որ ձեր ղեկավարած քաղաքական ուժը Հայաստան խմբակցությունը ազգային ժողովում է, ինչպես կգնահատեք այս 5 տարվա աշխատանքը հաշվի առնելով, որ ԿՊ-ից բարբերաբար հայտարարում են, որ ընդդիմությունը իրենց համար նվեր է, եւ երկրորդ հարցը օրվա իշխանության հակաեկեղեցական, հոգեվորականների դեմ այս արշավը երեք հասավ ԵԽԽՎ, ԱԳ նախարարը հայտարարեց, որ հոգեվորականները բռնի ուզում էին վերցնել իշխանությունը, ինչ վտանգներ եք տեսնում այս հայտարարություններում եւ ըստ ձեզ ինչու համար են արվում նման ամբիոններից։ Արտգործնախարարի հայտարարությունը ուղղակի անբարոյականություն էր։ Սենց լուրջ մեղադրել եկեղեցին, որ եկեղեցին փորձում է իշխանություն վերցնել, ուղղակի աբսուրդ։ Իշխանությունն է արձակվել եկեղեցու վրա եւ տպավորությունը այնպեսին է, որ այդ կոպիտ ասած կապրեմոնտի տրամաբանության մեջ է մտցրել եկեղեցին, որ կարելի է մտնել, փոխել եւ ազնական օգտագործան ինչ որ բան ունենալ եկեղեցի։ Սա է նպատակը։
Ինչու է նաև նման կարգի արձագանքները որոշտեղ բավարար հակարված չի ստանում նաև Եվրոխորհրդարանում, Եվրոխորհրդում էլ եւ Եվրոխորհրդում եւ Եվրոխորհրդարանում խնդրեմը ավելի շատ աշխարհաքաղաքական։ Նայեք, օրինակ այսօրվա դիվանագիտության ղեկավարը եվրոպական Կայա Կալասն է։ Ինքը եղել է նախկին Էստոնիայի վարչապետ։ Հիշում եք, թե չեք հիշում, թե չգիտեք դա բան։ Ինքը եղել է Էստոնիայի վարչապետ։ Եվ վարչապետ եղած ժամանակ նայեք ինչ հայտարարություններ եղան։ Կոնկրետ մեջբերում եմ, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մասի։ Դուսեն փոքր Էստոնիա 1 միլիոն բնակչությամբ։ Ռուսաստանի հարևանությամբ վարչապետը այդ երկրի հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է մասնատել 3 մասի։ Սենց ժամանակին երևի այդ Բժեզինսկուն գիրքն է կարդացել, այնտեղ ինչ որ նման գաղափարներ նա գրել։ Դու լավ հարևան երկիր, փոքր երկիր։ Այդ մեծ այդ հսկայական երկրի ո՞նց է բաժանում 3 մասի։ Դու քո երկրի անվտանգության մասին ընդհանրապես մտածում ես, թե չես մտածում։ Հիմա այդ հոգեբանություն ունեցող մարդը դառել է Եվրոմիության համար մեկ դիվանագետ։ Եվ նույն թեմայի մեջ է։ Ես ինչի համար եմ այս օրինակը բերում։ Որտեվ սա պրոբլեմ է արդեն դառել եւ բոլոր հայտարարությունները, որը գալիս են Եվրոմիությունից, ոնց լրիվ այլ աչքով, այլ անկյան տակ է պետք նայել։ Քաղաքականացված, ծայրահեղ աստիճանի քաղաքականացված հայտարարություններ են, որոնք շատ դեպքում իրականության հետ որևէ առնչություն չունեն։ Եվ Եվրոխորհուրդն այս վիճակում այսօր եւ Եվրոմիություն։ Սենց բանա մտել իրենց մեջ, որ Ռուսաստանը ամենից մեծ խնդիրն է եւ այնինչ Ռուսաստանի դեմ է, մեզ համար լավ է։ Այդ բանաձևն է այսօր աշխատում։ Իմիջիալոց Տրամպի քաղաքականությունը որոշ չափով կօգնի, երբ որ ասում է Եվրոպան դեգրադացիայի մեջ է եւ պետք է դիստանցավորվել Եվրոպայից, սա բերելու է մեկ բանի։ Հենց եվրոպացիք մտածեն, որ իրենց անվտանգությունը եւ հարաբերությունները Ռուսաստանի հետ կախված է իրենցից, այլ ոչ թե կարար օրինակ Կայա Կալասը թաքնվելով Միացյալ Նահանգների մեջքի հետևին, ինչ ասես խոսա Ռուսաստանի մասին, լեքսիկոնը կփոխվի եւ իրենք կհասկանան, որ այնուամենայնիվ Ռուսաստանի հետ կարող են կոնստրուկտիվ փոխզիջումային տարբերակներ մշակել, ոնց անել, ոնց աշխատել միասին։ Հասկացաք, չէ՞, ամերիկյան sense բանի ատոմային տանիքի տակ ինչ խելքդ գալիս է խոսում ես։ Մի երկրի մասին, որ հսկայական երկիր է, հսկայական հնարավորություններով։ Դրա համար այդ ինչ որ ասում են մեծ դրժություն դրան մի տվեք իսկապես վիճակը ուրիշ է։ Եվ առաջի հարցը որն էր, մի հատ Հայաստան խմբակցության աշխատանքը 5 տարի։ Աշխատանքը փորձում են շատ քննադատել եւ ավելի շատ քննադատում են Հայաստան Դաշինքին, ոչ խորհրդարանական ուժերը։ Հիմա մենք լավ ավելի ակտիվ պայքարող ուրիշ միավոր կա խորհրդարանական։ Չեմ կարծում։ Ես գնահատում եմ դրական եմ գնահատում եւ համարում եմ, որ ամենայն դեպս 28 ձայնով ինչ հնարավոր էր խորհրդարանում արել ենք։ Եվ այդ ընթացքում ունեցել ենք մեկ կորուստ, մեկ падգամավորի։ Եթե դուք ունեք օրինակ ինձ հետևյալն են ասել, ես չեմ ստուգել, որ միակ դեպքն է, որ ծերից ծեր, սենց ամբողջ 5 տարվա ժամանակահատվածում ֆրակցիան չի փլվել, չի փլզվել, չի մասնատվել, չի բաժանվել։ Ինձ ասում են դա միակ դեպքն է, ես չեմ ուսումնասիրել, մի հատ նայեք, էլի անցյալը նայեք, գնանք տեսնենք ինչպիսի պատկեր է եղել։ Բավական համակարգված ենք աշխատել, կարելի էր ավելի լավ, ենթադրում եմ, որ կարելի էր։ Միշտ էր sense մարտական տրամադրությունը, մեկ-մեկ օրինակ Ֆրանսիայի հրապարակից հետո sense անկումային մի շրջան կա։ Մարդիկ են, մարդկանց մոտ կա ոգևորություն, կա որոշակի անկումային տրամադրություններ,
Եղել է նաև դա ֆրակցիա։ Բայց հիմա բավական մարտական եւ պատրաստ ենք նաև ընտրություններին գնալ։ Թարմացված նաև կազմով։ Իսկ այդ դեպքում ինչի համար են Իշխանությունը? ԿՊ-ի պատգամավորները պարբերաբար հայտարարում են, որ ընդդիմություն իրենց համար նվեր է։ Բա ինչ ասեմ։ Ասեն լավ ընդդիմություն, հա։ Դուք սպասում եք, որ կարող է ԿՊ-ն ասի ընդդիմությունը լավ ընդդիմություն է։ Բայց ինչի են նյարդանում հենց այդ հարց ու պատասխանի ժամանակ։ Նայեք, եթե իրենց առաջնորդը ինքը չտիրապետում ինքը իրեն, ոնց պիտի ինքը իրեն չտիրապետող մարդը պետության Հայաստանի Հանրապետության ղեկին նստածն է։ Բայց սա է պրոբլեմ, այդ հարցը ամեն մեկը պիտի իրեն տա, չէ։ Այս մարդը ինքը իրեն չտիրապետում։ Այդ նույնն է, որ դուք մի հարց տակ կամ օրինակ ստեղ եղել են, չէ, բավական բարդ հարցեր։ Ես հիստերիկաների մեջ մտնեմ, այս սեղանը շուռ տամ, չգիտեմ, այս կոֆեի բաժակը վերցնեմ, մեկի վրա գցեմ, այս ինչա գլխները պատով տվեք, չգիտեմ, ինչ կմ։ Նորմալ է։ Ինձ որևէ մեկը ձեզանից տեսած է, ասենց հունից դուրս եկած։ Կարծում եք ես էմոցիա չունեմ։ Բայց իմ ամբողջ կյանքի փորձը ինձ հուշում է եւ ասենք տրեյնինգը դրա վրա է, որ այդ էմոցիան պիտի պահես։ Բայց կարգ ու կանոն պիտի վիճակ լինես հաստատել։ Երկրի ղեկավարի հիմնական ֆունկցիան պետական համակարգը ամբողջությամբ ժամացույցի պես աշխատացնելն է, ժամացույցի պես։ Այսօրվա այս բարդակը, որ տեսնում են պետական համակարգում, մի խայտարակություն է։ Ժողովուրդ օրաթերթ